Ինչ է կարծում ես ինչպիսի ղեկավար է պետք ուժեղ, բարի, հոգատար, ժողովրդի հոգսերով ապրող, ըստ ձեզ վարչապետի թեկնածուներից ով կարող է լինել այդ ուժեղ ղեկավարը։ Ըստ իս գնահատելով երկրի վիճակը գտնում եմ, որ մեզ պետք է, անհրաժեշտ է ուժեղ, ամենակարևորը հայրենասեր, զարգացած բոլոր առումներով այնպիսի ղեկավար, որը փորձի երկիրը պահպանել սերունդների համար առավել արժեքներով, ոնց ունեցել ենք, այլևս կորուստներ չտվող ղեկավար է մեզ հարկավոր։ Ուժեղ ղեկավարը իմ կարծիքով եմ ասում, պետք է ամենակարևորը անսասան պահի մեր երկրի սահմանները ամրացնի, ամրաշինություն տա։ Ես առես պահին այտենց ասեմ, կսատարեի Սամվել Կարապետյանին։ Դուք արդեն նշեցիք ուժեղ, բարի եւ հոգատար ղեկավար է մեզ պետք։ Ես կարծում եմ, որ ներկա տեխնացուներից կարող է դա լինել հենց Սամվել Կարապետյանը։ Ազգայնական ղեկավար։ Պետք է հենց հիմա արդեն լրիվ քաղաքական դաշտ անցնի ազգային դաշտի ձեռը, որտեղ այս այն վիճակն է արդեն всё, դальше некуда։ Կործանված վիճակ է արդեն։ Հողերը տալիս ենք, անկլավներ են մեզնից պահանջում, թշնամին մեր հետ ուգրոզով է խոսում։ Այդ այն վիճակն է, որ արդեն պետք է անցնի քաղաքականությունը, ազգային քաղաքականություն տարվի։ Ավելի ճիշտ ազգային դիկտատուրա, վայենի դիկտատուրայի հետ։ Այս պահին ակնհայտ ուժեղ ղեկավարը կարող է լինել Սամվել Կարապետյանը, որտեվ ինքը ոչ ուրիշ է, այլ կոնկրետ կոմպետենտության կենտրոն եւ իր ազնվությամբ եւ իր կատարած աշխատանքներով ես վստահ եմ, որ նա ապացուցել է եւ կարող է եւ հնարավոր է շատ, որ ինքը այս իրավիճակից կհանի մեր պետությունը։ Ուժեղ, բարի, կամեցող, խելացի, բանիմաց եւ ուրիշ պետությունների հետ լավ կարգոկանոն պահպանեն, ինչ ասեմ։ Խելացի երևի, որ կանա երկիրը կառավարի առաջնային հերթին։ Իհարկե ուժեղ։ Որտեղ որ ես Հայաստանը որ տեսքի բերի էլի, թե չէ տեն ժողովուրդը հաստատ չի կարող ապրի։ Շնորհակալի Սամվել Կարապետյանը, տենց կասեմ, չեմ կարող հաջողություն լինի Սամվել Կարապետյան։